Պարոն Դանելյան, ողջ Երևան քաղաքում, մասնավորապես փոքր կենտրոնում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված, նաև տեղեկատվություն տարածվեց, որ դաշնակցական անդամներ են ձերբակալվել, ինչպես նաև Սրբազան պայքարի աջակիցներ 20 հոգի։ Դուք ինչ տեղեկատվություն եք եւ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որ տեղեկատվություն ունեն հասարակական կարգի դեմ ուղղված քայլեր են պատրաստում անել, ինչի հետևանքով էլ իրականացում է ուժեղացված ծառայություն։ Որն այդ հասարակական կարգը։ Էլի հերթական իրանց շինծու կեղծ անհիմն ապօրինի մեղադրանքներն է։ Այսինքն այս երկրում իրապահ համակարգը գիտեք չէ՞ ինչ ձևավորում։ Նիկոլի SMS-ը հիմքա, որպեսզի տարբեր մարդկանց ենթարկեն քրեական պատասխանատվության, գիտեք որ տասնյակ մեքենաներ մինչև այս պահը ուրեմն տարվել են հատուկ պահպանվող տարածք, քիչ առաջ այդ մարդկանցից մեկը, որ ինձ դիմել էր, իդեպ արցախցիների մոտ էի, իրենք որ բողոքի ակցիա են անցկացնում Հանրապետության հրապարակում, մարդը խնդրեց, ասեց իմ մեքենայի հարցը կա, կարող եք ասի իմ մեքենան երեք ջարդել են։ Ես մեքենա չունեմ, ասեց իմ մյուս մեքենայով, որը որ իր ընտանիքին պատկանող մեքենա է, իր հարազատի, ինձ հետ գնացինք հատուկ պահպանվող տարածք։ Այնտեղ մեզ չընդունեցին, հետո ստեղ գալու ճանապարհին խնդրեցի, ասի ճանապարհին իջացրու։ Այդ մարդու ձեռքից այդ մեքենան էլ են խլել։ Ընդհանրեն նոր քիչ առաջ զանգեցին, ասին այդ մարդու այդ մեքենան, որ այդ մեքենան ինձ տեղափոխել է։ Ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյային, որը որ երջացրի, հետևի մեքենայից գալիս էր։ Ասի, «Էս ինչ կա, ես որտեղ եք գնում», ասում ձեզ հետ կապված չի։ Ինչ իջեցնում է մարդը, 15 մետր, 20 մետր գնում, այդ մարդու ձեռքից մեքենան խլում են։ Այսինքն բեսպրիձել է ամենուր, ապօրինի ուրեմն մարդիկ ձերբակալվում են, մենք հիմա լրացուցիչ ամեն րոպե լրացուցիչ տեղեկություններ ենք ստանում, նոր մարդկանց տներ են գնում, նոր ձերբակալություններ է կատարվում, տեսնում եք այն ոստիկանների թիվը, որ կա կառավարության շենքի ազգային ժողովի, այսինքն մարդը գիտի, որ հերթական ուրեմն Հայաստանի Հանրապետության հերթական զիջումներն անելու, այսինքն ես իմ մոտ sense դեժավյու է, ես հիշում եմ, որ գիտեք առավոտ կանուխ Հանրապետության հրապարակում ամբողջությամբ ոստիկաններ են։ Ես հիշում եմ իր հայտնի Պրագյան ստորագրությունները եւ դրանից հետո իր մամուլի ասուլիսը, այսինքն այս մարդը գիտի, որ հասկանում է, որ այլևս ինքը ոչ վստահության քվե ունի հասարակության մեջ եւ գիտի, որ գնալու է հերթական կործանարար զիջումների եւ իր կանխարգելիչ քայլերը, այդ իրանց ասած այդ կանխարգելիչ, այդ Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած կանխարգելիչ քայլերն է, հերթական հայրենահանձնումից, զիջումներից, կորուստներից առաջ այն մտահոգ մարդիկ, որոնք որ միշտ բարձրաձայնել են, խոսել են, ակցիաներ են իրականացրել, իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, այդ մարդկանց, ուրեմն այդ մարդիկ տարվում են բաժանումից։ Պլանները հետևյալն են, մեր պլանները թաքուն չեն, մեր պլանները միշտ մենք ասել ենք մեր ժողովրդին, որ մենք պատրաստ ենք պաշտպանել Հայաստանի Հանրապետության սուվերենությունը եւ ամեն կերպ խանգարելու ենք, խոչընդոտել ենք, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մեր հայրենիքից որևէ հատված կզիջի կամ մեր ինքնիշխանությունից որևէ հետքայլ կկատարի։ Մենք ասել ենք, դրա մասին հայտարարել ենք, թե ազգային ժողովում, թե ազգային ժողովից դուրս, թե տարբեր ակցիաների ժամանակ Սրբազան պայքարի կարմիր թերով այդ գնացել է, որ մենք թույլ չենք տա, հիմա էլ ենք ասում, ինչքան էլ ուզում եք ձերբակալություններ արեք, ինչքան էլ ուզում եք խոշտանգեք, ինչքան էլ ուզում եք ապօրինություններ արեք, մենք ձեր ապօրինություններն ու անօրինականությունները մենք մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի դա տեղի չունենա, որովհետև սա մեր հայրենիքն է, մենք այս հայրենիքից թանկ որևէ մի բան չունենք, եւ այդ ձերբակալությունները կլինի, ապօրինությունները կլինի, հակառակ էֆեկտն են տալու։ Իհարկե մենք միշտ էլ ասել ենք ու հիմա
հիմա էլ կրկնում ենք, որ դիմադրելու ենք, ջանք ու ճիգ չենք խնայելու եւ որևէ մի այսպես ասած ընդդիմադիր կլինի սրբազան պայքարից, հայ հեղափոխական դաշնակցությունից, այլ ընդդիմադիր ուրեմն կուսակցություններից կամ շարժումներից որևէ մեկը չի պատրաստվում հետ քայլ անելու։ Ընդհակառակը, այս ամեն ինչից հետո ինչ եք պատկերացնում Կարապետյանին կալանավորելու ձերբակալությունից հետո, այս եկեղեցու դեմ արշավից հետո, այս իր կործանարար քայլերից հետո, ինչ ամենք պիտի ձեռներս ծալած նստենք, ինչ անենք, բայց մեր քայլերը օրինականության շրջանակներում են, մեր անհնազանդության ակցիաները, մեր բողոքի ակցիաները օրինականության շրջանակներում են, եւ այսուհետ էլ մենք ելի նորից օրինականության շրջանակներում մենք պատրաստ ենք մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի դա տեղի չունենակ եւ կանխենք եւ հնարավոր նաեւ որևէ մի զիջումներից հետո դիմադրություն ցույց տանք։ Մենք երբեք դա չենք թաքցրել։ Եվ սա խոսում է վախերի մասին։ Եթե դու մաքուր ես, եթե դու իսկապես ես այս բանով եմ ասում, որ գիտեմ, որովհետև իր ամբողջ խոսույթը, իր ամբողջ քայլերը խոսում է նրա մասին, որ սա Հայաստանի Հանրապետության շահերի հետ որևէ կապ չունի այս մարդը, ապա ինչու ես այդ ամեն ինչը անում։ Ինչու ես գնում նման ստոր քայլերի, հակապետական քայլերի։ Տեսեք, այս ամբողջ ժամանակահատվածում, որ մարդիկ, որ հետապնդման են ենթարկվել, որևէ մի գործ, որևէ մի դատական վճիռ ասեք, որ որևէ մի ձևով օրինակ ապացուցել է այս կամ այն մարդու իրենց բառերով ասեմ, օրինազանց լինելու փաստը։ Կարող են մեկ օրինակ բերել։ Ընդհակառակը ես կարող եմ տասնյակ հարյուրավոր օրինակներ բերել, որ այդ մարդիկ որևէ մի կերպ օրենք չեն խախտել, հակառակը կանգնել են մեր պետականության, մեր պետության կողքին։ Կլինեն դա արցախցի մեր քույր եղբայրները, կլինեն դա տարբեր մարզերից, կլինեն դա անդիմադիր շրջանակներից, հասարակ պարզ մարդիկ։ Տեսեք, նույն Սամվել Կարապետյանի հետ կապված մարդիկ, այն մարդիկ, մի մասը աջակցություն է գնացել հայտնի, մի մասը Տաշիրից, ուրեմն Ստեփանավանից շարժվել է Երևան գործերով կամ աջակցություն հայտնելու, այդ մարդկանց մեքենաներն էլ են ձեռքներից վերցրել։ Այսինքն հետապնդումների, ռեպրեսիաների ալիքը գնալով մեծանում է։ Եվ իմ կոչն է մեր բոլոր հայրենակիցներին, սիրելի հայրենակիցներ, այս մարդը արդեն հայտարարել է եւ խոսում է նրա մասին, իր ամբողջ քայլերը գնում են, տանում են նրան, որ այս մարդը պատրաստ է Էրդողանի եւ Ալիևի բոլոր ցուցումներն ու բոլոր պահանջները կատարի։ Պարոն Դանելյան, բայց Թուրքիայում ձեզ ինչ է խոսվելու, ինչ է հայտարարվելու, որ հնարավոր է սլակները, քանի որ ուղղվում են հայ հեղափոխական դաշնակցությանը եւ սրբազան պայքարի աջակիցներին, իրենց շարքերից են ձերբակալվել, ինչ խոսույթ կամ ինչ հայտարարություն կարող է լինել, որը հնարավոր է հանգեցնի զանգվածային մասշտաբային ցույցերի։ Դե ինքը հիմա ոչ հյուսիսից, ոչ հարավից, ոչ արևմուտքից իմ կարծիքով աջակցություն չունի, իր միակ հույսը, հենարանը եւ ամբողջ իր գաղափարախոսությունը կառուցված է մի բանի վրա։ Թուրքիային, Էրդողանին հնազանդ լինելու իր պահանջները իրականացնելու։ Ինչ է Էրդողանի պահանջը։ Ինչ է Էրդողանը ի վերջո Թուրքիան կամ Ադրբեջանը ինչ են ուզում անել։ Արևմտյան Ադրբեջան կոնցեպտի իրականացում Հայաստանում տարբեր քայլերով բերել, վերաբնակեցնել, սահմանադրության չեղարկում, անկախության հռչակագիր, եկեղեցու դերի նվազեցում, այսինքն առնվազ իրենց արժև խնդիր են դրել, որպեսզի եկեղեցին կազմակերպեն, ազգային ուժերի, ազգային գաղափարախոսություն ունեցող անհատների, այսինքն Հայաստանը դարձնել անողնաշար մի երկիր, որը կսպասարկի թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը եւ այս տարածաշրջանը դարձնել թուրքական մեղմ ասած ազդեցության գոտի։ Սա մեղմ ասած ազդեցության գոտի։ Իսկ այս ամբողջ քայլերի հաջորդականությունից հետո Հայաստանից ինչ կմնա։ Ոչինչ էլ չի մնա։ Ոչինչ էլ չի մնա։
Թուրքիայի դոկտրինայում գրված է, ամրագրված է, որ Հայաստանը իրենց համար համարում են թշնամական երկիր, որը խանգարում է իրենց պանթուրանական ծրագրերի իրականացմանը։ Մենք իրենց կոկորտին ոսկոր ենք, Հայաստանը ոսկորա, որ չեն կարողանում այդ ծրագիրը իրականացնել։ Եվ այս խոչընդոտը իրենք իրենց արժեվ խնդիր են դրել վերացնելու։ Տեսեք, վատ հարաբերություններ Վրաստանի հետ, որևէ մի հարց չեն կարողանում լուծել։ Վատ հարաբերություններ մենք տեսնում ենք արձագանքներ Ռուսաստանից, Իրանի հետ, այսինքն տարածաշրջանում իրենք հիմա ցույց են տալու, որ Թուրքիայից բացի այլընտրանք գոյություն չունի։ Ոնց որ ասում էին, որ եթե տարածքները չհանձնեն կլինի պատերազմ, հիմա կասեն, եթե Թուրքիայի պահանջները չկատարենք, մեզ համար լավ չի լինելու։ Բերեք Թուրքիայի պահանջները կատարենք եւ մեզ համար լայն հորիզոններ կբացվի։ Թե ինչ հորիզոններ կբացվի, մեզ համար պարզ է։ Մեզ համար սա որևէ մի լավ բան, կրկնում եմ, չի նախատեսում եւ չի կարող նախատեսել։ Պարոն Դանելյան, դուք սպասում եք, որ գուցե իրավապահ համակարգի ներկայացուցիչները նաև կգան Սրբազանի հետևից, որ պատգամավորներով, ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներով հիմա գտնվում եք, մի քանիսը գտնվում են այստեղ։ Չի բացառվում, որ նաև դա տեղի ունենա, այս իշխանությունները ոչ կարմիր գիծ ունեն, ոչ էլ որևէ մեկը այս երկրում ապահովագրված է, որ Նիկոլ Փաշինյանը մի օր այդ SMS-ը չի ուղարկի իրավապահ համակարգին, այս կամ այն մարդուն ձերբակալելու, եթե ազգային բարերարին, մեծ գործեր արած մարդուն, ներդրողին, գիտեք աշխարհահռչակ մարդուն, մի մեծ հայ, որը որ Հայաստանի համար հսկայական աշխատանք արել, Բաքվի բանտում է, իրենց թեթև ձեռամբ, Ռուբեն Վարդանյանի մասնախոսքը, մի ուրիշ բարերար, Սամվել Կարապետյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկում է։ Այսինքն, եթե հիմա ողջ լինեին Շարլ Անձնավուր, ուրիշ այլ Քրիքորյան, այդ մարդիկ էլ հիմա կհայտնվեին նորից էլի անազատության մեջ։ Ես կասկած անգամ չունեմ, որ ցանկացած մեկը ինչ հեղինակություն էլ որն է, ինչ կարգի հեղինակություն էլ որ լինի, այս մարդը չի խոշում այս հակապետական հակազգային գործունեությունը ծավալելու եւ այդ մարդկանց ճաղերի հետևում դարձնելու։ Սա իր համար դարձել է փիլիսոփայություն, գաղափարախոսություն եւ իր աթոռը պահելու միակ շանսն ու հնարավորությունը։ Այս մարդուն հայ ժողովուրդը, հայ ազգը, երկիրը, պետականությունը հետաքրքիր չեն։ Ինչ էր ասում Արցախի համար։ Ասում էր՝ մենք տվեցինք, հանձնեցինք, Արցախը կործանեցինք, սուվերենություն ենք ձեռք բերել։ Դուք հասկանում եք այս մարդու փչացված աշճանը։ Մարդ ինչքան պետք է իջնի, որ Արցախի կորուստը համարի որպես Հայաստանի համար սուվերենության ձեռքբերում կամ նոր մի ինչ որ սկզբի, նոր ինչ որ մի գալիքի դրսևորում։ Ոնց կարա հայ մարդու ուղեղով նման բան անցնի։ Դեպ այս պահին տեղեկատվություն ենք ստանում, որ Արցախի ազգային ժողովի падգամավոր Դավիթ Գալստյանը եւս հրավիրվել է ոստիկանություն եւ տարբեր քաղաքացիներ Արցախի եւս ոստիկանության բաժանմունքներ են հրավիրել։ Դե տեսնում եք, այս իմ ասածների ուրեմն հավաստիացումն է, որ այս մարդիկ կոնկրետ ունեն թիրախներ, իրենց համար ընտրել են, ուրեմն այս թիրախները ընտրել են, գնում են այդ ճանապարհով, արցախցի մեր քույր եղբայրների հետևից կգնան, սրբազան պայքարի աջակիցների հետևից կգնան, հայ հեղափոխական դաշնակցության տարածքային կազմակերպությունների ղեկավարների հետևից կգնան, վաղ մյուս օր բոլորի հետևից էլ գնալու են։ Խափան այս մեխանիզմը գործելու է, որ ասում սկզբից եկան հрьяաների հետևից, ես ասացի, որ հрья չեմ, հետո եկան կոմունիստների հետևից, ես ասացի, որ ես կոմունիստ չեմ, հետո եկան իմ հետևից։ Գալու են բոլորի հետևից, ոչ գործարարը դրանից անմասն մնալու, ոչ բարերարը դրանից անմասն մնալու, ոչ արցախցի մեր քույրեր, ոչ ռազմաքաղաքական ղեկավարությունից անմասն մնալու։ Այս ուխտը չոքալու է յուրաքանչյուր նվիրյալ ազգային մարդու դուռը։ Եվ սա պետք է գիտակցեն, հասկանան եւ պատրաստվեն, որովհետեւ Նիկոլը որևէ մեկին չի խնայելու, որևէ մեկին, անգամ յուրայիններին չի խնայում։ Այն մարդիկ, որոնք հանցավոր արարքներ են կատարել, այն մարդիկ, որոնք որ Նիկոլ Փաշինյանի ցուցումները
տարար ստորակետ կատարել են, այդ մարդկանց մի SMS-ի միջոցով աշխատանքից ազատելա։ Ուր են ուժային կառույցների ղեկավարները, որոնք հուլու հնազանդ կատարում էին Նիկոլ Փաշինյանի ցուցումները, որտեղ են այդ մարդիկ։ Որտեղ են այդ մարդիկ։ Հիմա նույն այդ որոշումները կատարողները թող որևէ մեկի մտքից այրով անգամ չանցնի, որ հայ մարդը ներելու է այն հանցագործին, որը որ կատարել այդ հանցանքները, հանցավոր հրամանների կատարումը իր մեջ պարունակում է նաև հանցագործության արժանի դատապարտում եւ այդ օրը գալու է, երբ որ դատարաններում մարդիկ պատասխան են տալու, հետո չասեն վերևից է հրահանգներն եկել, այդ վերևից հրահանգները հակապետական են, ապազգային են, որևէ կապ չունեն իրավական որոշումների հետ եւ այդ օրը կրկնում եմ հերու չի սթափվելա պետք, հասկանալա պետք եւ հանցակից չդառնալնա պետք այս իշխանությունների որոշումներին։ Նորից եմ կրկնում, դա վերաբերելի է բոլորին։ Շնորհակալություն։